Աստված իմ, չգիտեմ ով կհավատա, բայց ես էլ ունեմ նման պատմություն։ Փոքրուց իմ հետ տարօրինակ բաներ ա կատարվում։ Առաջ դրանցից շատ էի վախենում, իսկ երբ մեծացա, սկսեցի ուշադրություն չդարձնել։ Բայց այս վիդեոն ամեն ինչ փոխեց։ Մոտավոր 11-12 տարեկան էի։ Ծնողներս գործով քաղաքից դուրս էին գնացել ու ինձ թողել էին գյուղում, մորաքրոջս տանը։ Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց մութ տնկնելուց սկսվեց ամենասարսափելին։ Ժամը գիշերվա 11-12-ն էր։ Նրանք ինձ առանձին սենյակ էին տվել քնելու համար։ Մորաքույրս 2 աղջիկ ուներ։ Երբ ես փոքր էի, նրա մեծ աղջիկը իր սենյակում ինքնասպան եղավ ու հենց այդ սենյակում էլ քնում էի ես։ Oh no։ Մահացած մարդու սենյակում քնելը ընդհանրապես վախենալու է, բայց երբ որ իմանում ես այդ մարդը մահացել է ինքնասպանության միջոցով, ամեն ինչ ավելի սարսափելի է դառնում, որովհետև մտածում ես ինքը չարացած է եղել աշխարհի նկատմամբ, չարությամբ հալեցված է եղել ու իր հոգին էլ պիտի որ բարկացած լինի։ Արկեցի մահճակալին, բայց այն շատ չոր էր։ Կարծես թե մատրասի, չգիտեմ հայերենով ոնց է, ոչինչ ես էլ չգիտեմ հայերենով, ոչ մի բան։ Մատրասի տակ ինչ որ չոր բան կա։ Փորձում էի քնել, բայց չէր ստացվում։ Որոշեցի նայեմ դրա տակ։ Ինձ մենակ մի հարց է տանջում այս պահին, 11 տարեկանում որտեղ ես ձեզ այսքան համարձակություն։ Ինձ մինչև հիմա թվում է զոմբիներ են մահճակալի տակ։ 23 տարեկան եմ, եթե ինչ։ Որոշեցի նայեմ դրա տակ ու դրա տակ մահացած քրոջս կյանքի օրագրերն էին, նկարները, բայց ախր տարօրինակ էր։ Դրանք չէին կարող հաստ փափուկ անգողինը դարձնել չոր։ Հուսով եմ չեք կարդացել։